երբ ավարտեցի Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ժամկետը, փնտրում էի ինձ մեր հիմնադրամի համար տարածք, որ գրեթե շենքին մատս դնեի, փորձում էի գնայի հայտարարությունով տեսնեի, ինձ բոլորը ասում էին, սա այսիշ նախկին նախարարինն է, սա այսիշ նախկին պատգամավորի է, սա այսիշ նախկին պաշտոնյայի է, դեպքեր կային, որ բացահայտ իրենց դեմքերը հանդես էին գալիս։ Շատ ներողություն, իմ մոտ հարց է առաջանում, ես մի փոքր երկրից, այսքան տարի, դուք այս ինչ եք այսքան տարել, որ ամեն մի ձեր նախարար ու պատգամավոր $1 միլիոն ու ավել շենքերը գրկած նստել եք, ու հետո էլ ուզում եք հիմա ապահովել Փաշինյանը, որ չօգտվի այդ հարցերից։ Դրա համար ես կարծում եմ, որ ճիշտը դա է, եւ սա անձնական չէ։ Տեսեք, հատուկ ուզում եմ ընդգծել։ Ես հատուկ խոսում եմ պաշտոնաթող նախագահների մասին, այնպես որ սա անձնական չէ, սա քաղաքական համակարգը այդպես է։ Այդպես դասավորվել է այս 30 տարիների ընթացքում, 35 տարիների ընթացքում։ Եվ եթե նախկին նախագահները որոշեն մասնակցել ընտրապայքարին, իմ մոտ անկեղծ հարց է առաջանում։ Նրանք իսկապես ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա պաշտոնից, թե այստեղ այլ ինչ-որ նպատակներ ու հարցեր կան։ Դրա համար ես կարծում եմ, սա ճիշտ տարբերակն է։ Թող նախկին նախագահների չմասնակցության պայմաններում տեսեք մենք, ես, մեր թիմը ու մենք միավորված ինչպես ենք Փաշինյանին հեռացնում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, այսօր քաղաքականություն այսօրվա ինչ է, ստորանալու միջոցով ամեն ինչ տալ, ինչ ուզում է ամեն ինչ տալ, ստորանալու միջոցով, նվաստանալու միջոցով։ Ես կարծում եմ, սա ավելի վատ տեղ տանող ճանապարհ է։ Մենք էլ բան չի մնացել, որ տանք Ադրբեջանին։ Ինչ ուզել ենք տվել ենք, միակ բանը, որ բացահայտ ասում են այդ մարդիկ, որ այդ տարածքում Հայաստան չի եղել, ընդ որում Ադրբեջանի պես կանխատեսելի գործընկեր, որ քեզ թշնամական ատարամատեղած երևի չկա։ Այդ մարդը Ադրբեջանի նախագահը պարզ ասում է, ձեր հետ ինչա լինելու, ինչ ինքը նպատակներ ունի։ Սրանից էլ ավել ինչ, հետևաբար մենք պետք է միակ մեր կարևորագույն ճանապարհը միավորված անվտանգության համակարգը զարգացրած, ուժեղ տնտեսության, ուժեղ արժանապատիվ երկրով, վստահելի գործընկերներով միջազգային ապահովել, այնպես անել, որ Ադրբեջանը չկարողանա մեզ հետ այդ լեզվով խոսել ու անվերջ Փաշինյանի պարագայում նվաստացած պահել մեր ժողովրդին։